Պարոն Սաֆարյան, Գյումրի ընտրությունները երկար քննարկվելուց հետո վերջապես կարծեք թե ամփոփվեցին։ Օրերս Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ մեր քաղաքը դաշինքը կտա անհրաժեշտ քանակությամբ քվե Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի քաղաքապետ։ Տեղի ունեցածը այս գործընթացները ինչպես կմեկնաբանեք։ Ընդհանրապես, որքան էլ ընտրությունները ժողովրդավարության տեսանկյունից խնդիր չունեին, բայց խնդրահարույց է այն, որ ըստ էության իշխանությունների ցանկության դեպքում այսպիսի մասնակիցների կազմ չէինք ունենա։ Խոսքը վերաբերվում է նրան, որ եթե ապօրինի գույքի եւ մնացած գործերով, որոնցով անցնում են մի շարք տեխնատուներ, ըստ էության իրենց համապատասխան վայրում լինեին, նրանք չէին մտածի քաղաքականությամբ զբաղվելու մասին։ Հիշեցնեմ, որ Վարդան Ղուկասյանը իր առաջին հայտարարությունը եղել է այն, որ ինքը քաղաքականություն ամմատնում այն պատճառով, որ իշխանությունը, այսպես ասած, քրեական գործերը հարուցել, ապօրինի գույքի ուսումնասիրություն կատարում, իսկ դրանք եթե մի քիչ ավելի պատշաճ կարգով քննված լինեին, ես վստահ եմ, որ մենք այս պատկերը չէինք ունենա, գոնե կունենայինք մի փոքր այլ մասնակիցներ։ Մրցակցության տեսանկյունից ընտրությունները ժողովրդավարական էին, անշուշտ կասկածի տակ դնել չենք կարող։ Բայց բոլոր դեպքերում մասնակցությունը խնդիր է, որովհետև ակնհայտորեն թույլ է տրվում կրիմինալին հանդես գալ քաղաքական դիմակով եւ ներկայացնել քաղաքական հայտ, այդ թվում եւ իշխանություն ձևավորել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեները անշուշտ պատկառելի են Գյումրիում մինչև 40%, բայց էլի վերադառնալով արկա օրենսդրությանը, սա էլ է խնդիր, որը ըստ էության իշխանությունը կարող էր վերջին 4, 5, 6 տարիներին վերանայել, որովհետև մի տեսակ աբսուրդ է ստացվում, որ մեծամասնություն ստացած քաղաքական ուժը չի ձևավորում իշխանություն։ Հիմա ստացվել է այնպես, որ մեկ այլ մեծամասնություն է ձևավորվում, որը կայուն մեծամասնություն չէ, կայուն ոչ թե օրենսդրության մեջ օգտագործված իմաստով, այլ այն առումով, որ տեսեք, ըստ էության Մարտուն Գրիգորյանը, որի ձայներից կախված է մյուս 3 ֆրակցիաների կողմից քաղաքապետի ձևավորումը, կարող է այնպիսի տեքստ արձակել, որի մասին դուք ասացիք եւ որը ակնհայտորեն լինի, այսպես ասած, ծայրահեղ քայլ հենց իր համար։ Ինքը ասում է, ես իմ կյանքի բարդագույն որոշումն եմ կայացնում, ես Գյումրին ազատել եմ չգիտեմ ինչից, պայքարել ենք միասին այդ ամեն ինչի դեմ, այսինքն պայքարել են Վարդան Ղուկասյանի դեմ, բայց քաղաքը հանձնում են Վարդան Ղուկասյանին։ Սա նոնսենս է, հասկանում եք։ Նու քաղաքական մշակույթի տեսանկյունից սա իհարկե առաջին հերթին հարվածում է հենց Մարտուն Գրիգորյանին, որովհետև Մարտուն Գրիգորյանը ամբողջ քարոզարշավի ընթացքում Վարդան Ղուկասյանին մեղադրեց ՔՊ-ի գործակալը լինելու մեջ, իշխանության գործակալը լինելու մեջ, որ քաղաքացիական պայմանագիրը փորձում է նրա միջոցով գողանալ Գյումրին, գյումրեցիներից եւ պարզվեց վերջում ըստ էության, եթե դա գողություն է գյումրեցիներից, ապա այդ գողության մասնակից է դառնում ինքը եւ ինքը իր տեքստում նշում է, որ դա անում է, որովհետեւ հանգամանքները ճնշում են իրեն այդպես։ Բայց նոնսենսը նա է, որ ինքը ասում է, որ եթե ճիշտն ասենք, եթե մեկ այլ ձևակերպենք, հա տեսեք օրինակ տեղական ինքնակառավարման մարմիններ, ներկայացական մարմինները բոլորը ազգային ժողով կլինի թե հավագանու անդամներ, պետք է առաջնորդվեն իրենց խղճով։ Մենք Մարտուն Գրիգորյանի հայտարարության մեջ տեսնում ենք, որ Մարտուն Գրիգորյանը խախտում է հենց առաջին սկզբունք, այսինքն գործում է իր խղճին դեմ։ Եվ առաջնորդվում է, այսպես ասած, ինչ-ինչ հանգամանքներով, բոլորի համար էլ պարզ են այդ հանգամանքները, որոնք են, դա ըստ էության այն քաղաքական ուժի վերնախավի, այսպես ասած, որոշման իրականացումն է, որոնք գտնում են, որ Մարտուն Գրիգորյանը պետք է առնվազն 2 քվե տա Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա քաղաքապետ ընտրվի։ Սա նոնսենս է, որովհետև գործող օրենսդրությունը եւ սրան էլ գումարած, այսպես ասած, խղճին դեմ գնալու հանգամանքը, որը ակնհայտ է Մարտուն Գրիգորյանի տեսքով, ես դեռևս չեմ խոսում ընտրողների նկատմամբ ազնվության, հաշվետվողականության մասին, որովհետեւ ընտրողները հիմնականում նրան ձայն են տվել ոչ ամենևին Վարդան Ղուկասյանին ձայն քվե տալու եւ Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձնելու համար։ Բայց նա դա անում է, սա քաղաքական մշակույթի ըստ էության խնդիր է, նա դեմ է գործում իր խղճին, ինչպես որ պահանջում է
օրենքը, այսինքն օրենքը չի պահանջում խղճին դեմ գործել, այլ առաջնորդվում է գործել սեփական խղճով եւ համոզմունքներով, բայց նա իր տեքստում ակնհայտ ցույց է տալիս, որ գործում է ճիշտ հակառակը իր սկզբունքներին եւ իր խղճին դեմ։ Եվ վերջապես օրենքի այն մյուս նոնսենսը տիմ մարմինների, որտեղ ըստ էության նա կարող է փոքր խմբակցությունը կարող է նպաստել մի ամբողջ քաղաքի ճակատագրի որոշմանը եւ դա այն դեպքում, երբ ըստ էության Վարդան Ղուկասյանը չի հանդիսանում քաղաքի ընտրողների մեծամասնության արտահայտիչ։ Ինչպես նշեցիք, ինքը բացի այն, որ ազնիվ չգտնվեց իր ընտրողների հանդեպ, իր այս որոշումով, նա նաև Գյումրին կարելի ասել վերադարձրեց կրիմինալին, կկարողանան նրանք այս ամենով հանդերձ աշխատել միմյանց հետ։ Գիտեք, իհարկե տեղի ունեցածը տհաճ է, իհարկե տեղի ունեցածը կարելի է ասել ժողովրդավարության մակարդակի իջեցում է առնվազն քաղաքական մշակույթի եւ ընտրողների նկատմամբ հաշվետու լինելու առումով, ոչ ամենևին խաղի կանոնների պարագայում, բայց դուք ճիշտ եք, ես դրա համար ամենասկզբում ասացի, որ ակնհայտորեն խնդիրը նա է, որ թույլ է տրվել, որպեսզի կրիմինալը քաղաքական դիմակի ներքո մասնակցություն ունենա քաղաքական պրոցեսներին, ընտրություններին եւ պատահական չի, որ այո, բոլորն են համարում, որ դա նշանակում է քաղաքի վերադարձ կրիմինալին։ Հիմա այս կտրվածքով ես այն կարծիքին չեմ, տեսեք որքան էլ իրենք աշխարհացունց քաղաքական հայտարարություններ արեցին, թե սա ԿՊԻ-ին իշխանազրկման գործընթաց է, որ սա, չգիտեմ, Արցախը վերադարձնելու, Արևմտյան Հայաստանը վերադարձնելու, չգիտեմ, Բերլինը ազատագրելու եւ այլ ուրեմն քայլեր են, եկեք չմոռանանք, որ թիմ տեղական ինքնակառավարման մարմինները լիազորված են կատարել այնպիսի գործողություններ, որոնցով լիազորված են օրենքով, այսինքն նրանք մեծագույն ցանկության դեպքում անգամ չեն կարող ուղղակի մասնակից դառնալ իշխանության համար մղվող պայքարի, որովհետև դա կնշանակի թիմ մարմինները դուրս բերել սահմանադրական իրենց եւ օրենսդրական իրենց գործառույթների շրջանակից, ինչը արգելված է, որովհետև սահմանադրությունը հստակ ասում է պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք լիազորված են կատարելու միայն եւ միայն օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթները։ Գյումրիի քաղաքի կամ համայնքի ղեկավարը ամենևին արտաքին քաղաքականության մեջ դեր չունի, ամենևին երկրի կենտրոնական իշխանության ֆունկցիաներ չունի, պես որ մնացածը բարբաջանք են, մնացածը խաբեություն են եղել ընտրողին, ովքեր եթե անգամ հավատացել են դրան եւ կողմ են քվեարկել։ Սա հերթական խաբկանքն է լինելու ընդդիմադիր տրամադրություններով ընտրազանգվածի, որովհետեւ նրանք չեն կարող դուրս գալ սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ ամրագրված լիազորություններից, որտեղ այդ լիազորություններից դուրս գալու ցանկացած քայլ կարող է հանգեցնել նրան, որ կենտրոնական իշխանությունը, կառավարությունը միանգամայն լեգիտիմ եւ լեգալ կերպով դադարեցնի նրանց պաշտոնական լիազորությունները, որտեղ նրանք իրավունք չունեն ըստ էության խառնվելու արտաքին քաղաքականություն, խառնվելու կենտրոնական եւ ավելի բարձր մանդատ ունեցող իշխանության կողմից վարվող քաղաքականության խոչընդոտելու դրան։ Սրանից դուժելու է Գյումրին միայն եւ ես չեմ կարծում, որ նրանք ունեն այդպիսի ազատության աստիճան, որ նրանք լրջագույն ձեռնոցն նետեն այսպես ասած ժողովրդավարական գործընթացներին։ Պարզապես տհաճ է եւ պարզապես ներեցեք Գյումրիի համար արգելակում է նշանակում այս ամեն ինչը, եթե թույլ տրվի, որպեսզի Վարդան Ղուկասյանը այս եղանակներով, հա, այդ թվում եւ Մարտուն Գրիգորյանի կողմից ինքնախոստովանության, որ ինքը դեմ է գործում իր սկզբունքներին եւ իր ուրեմն համոզմունքներին եւ իր խղճին, այս եղանակներով ձևավորվի իշխանություն։ Ես կարծում եմ իշխանությունը այս դաշտում էլ ունի լեգիտիմ իրավունք թույլ չտալու նման գործընթացներ։ Այ կա տեսակետ, որ Գյումրու շուրջ այս զարգացումները կարող են վերածվել ավելի նոր քաղաքական զարգացումների, նոր մեկնարկի, ինչ եք կարծում, ի զարգացումներ տեղի կունենան։ Ես չեմ կարծում, որ այդպիսի բան կարող է տեղի ունենալ։ Չեմ կարծում այդպիսի բան տեղի ունենալ, առավել եւս Վարդան Ղուկասյանի դեպքում, որի ձևավորած իշխանությունը ունի հենց ներքին կայունության խնդիր, այնքանով, որ այն ներկայացնում է պարբերաբար միմյանց դեմ գզվրտոցներ հրահրող ուժերից, հա, բավական է հիշել, որ մինչև Գյումրու ընտրությունները Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարի ճամբարները ուղղակի միմյանց սրախողող էին անում։ Ոմանց մոտ դեռ շարունակվում է։ Ոմանց մոտ դեռ շարունակվում է։ Եվ եկեք չմոռանանք, որ 2026 թվականի խորհրդանական ընտրություններին ընդառաջ մրցակցությունը ուժեղանալու է առաջին հերթին ընդդիմադիր դաշտում առաջին տեղը
առաջին դիրքի համար։ Եվ այս կտրվածքով այն ուժերը, որոնք այսօր ձևավորում են Գյումրիում քաղաքական իշխանություն, մերևս չգիտենք նրանք ընտրություններից մի քանի ամիս առաջ ինչպես են իրենց պահելու եւ արդյոք նույն Սերժ Սարգսյանը եւ նույն Մարտուն Գրիգորյանը, որոնցից կախված է դառնում ըստ էության Վարդան Ղուկասյանի, չասեմ Գյումրիի քաղաքապետի ճակատագիրը, ինչպես կվարվեն իրենք, որովհետև տեսեք, այդ ուժերը կամ ընտրություններին ներքին կայունությունը չխաթարելու համար առնվազն այդ ուժերը պետք է միասնական ցուցակով հանդես գան, ինչը բացառվում է, ինչպես որ դա տեղի ունեցել 21 թվականին եւ ինչպես որ վկայում են վերջի զարգացումները։ Հետեւաբար, եթե նրանք միմյանց դեմ նույնիսկ շարունակեն փոխհրաձգությունները ընդդիմադիր դաշտում առաջինը լինելու եւ այսպես ասած ռադիկալ էլեկտորատի քվեն ստանալու համար, դա անշուշտ իր պրոյեկտում ունենալու է Գյումրիի քաղաքային իշխանության վրա եւ այդ երկու ձայնը կարող են ուղղակի հոդես ցնդել, հետեւաբար Վարդան Ղուկասյանի ճակատագիրը որպես Գյումրիի քաղաքապետ կմնա ուղղակի օդից կախված, այսինքն ներքին կայունության լրջագույն խնդիր ունի այս քաղաքային իշխանությունը, որը ամենևին էֆեկտիվ չի դարձնելու այն նախ առաջին հերթին որպես Գյումրիի իշխանություն եւ երկրորդը այն չի կարող թույլ տալ ձեր ասած նոր խաղ մեկնարկել, որովհետեւ այդ նոր խաղը միևնույնն է ազդվելու է առաջիկա խորհրդարանական ընտրությունների կողմից։ Մենք դեռևս խոսում ենք երկու ուժերի անկայուն վարքագծերի մասին, հա, իսկ այնտեղ կա նաեւ Մայր Հայաստան եւ այլն, այսինքն բոլոր դեպքերում այս քաղաքային իշխանությունը չափազանց անկայուն է եւ Վարդան Ղուկասյանը չափազանց կաշկանդված է իր բոլոր գործողություններով, ոչ միայն արտաքուստ կաշկանդված է տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքով եւ սահմանադրությամբ, որոնք նրան արգելում են դուրս գալ եւ մտնել այսպես ասած քաղաքական գործընթացի մեջ, իշխանության համար պայքարի մեջ։ Նրա հիմնական միակ ֆունկցիան դա քաղաքի կառավարումն է, դա համայնքի կառավարումն է։ Նրանից դուրս Վարդան Ղուկասյանը չունի որևէ այլ գործառույթ եւ նաեւ մյուս կողմից ինքը սահմանափակված է ներքին այս բարդ դաշինքով, ամուսնությամբ, որը տեղի ունեցել այնպիսի քաղաքական ուժերի միջև, որոնց միջև մրցակցությունը դեռևս սրվելու է խորհրդարանական ընտրությունների շրջանում։ Պարոն Սաֆարյան, մինչև Գյումրու ընտրությունների ավարտը, երբ մենք խոսում էինք այն մասին, որ առաջադրված տեխնացուների ուժերի թիկունքում կանգնած են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, նրանք հերքում էին այդ ամենը։ Հիմա հնարավոր է նույն սցենարը կրկնվի նաեւ խորհրդարանական ընտրություններում։ Իհարկե հնարավոր է, որովհետեւ տեսեք, ես կանխատեսում եմ եւ դա նոր կանխատեսում չէ։ 21 թվականի ընտրությունները ցույց տվեցին, որ հաջորդ ընտրություններում ըստ էության քաղաքացիական պայմանագիրը, եթե անգամ լինի մասնակցող ուժերի մեջ առաջատարը, միևնույնն է առանց կոալիցիայի նա իշխանության ձևավորման խնդիր ունի։ Եվ այս կտրվածքով քաղաքացիական պայմանագիրը ոչ միայն պիտի մտածի քվեներ ստանալու մասին, այլ այն պոտենցիալ շրջանակների եւ սուբյեկտների մասին, որոնց հետ հնարավոր կլինի ձևավորել իշխանություն, որովհետեւ այո, Գյումրիի պատկերը կարող է կրկնվել, որովհետեւ տեսեք, ընդդիմությունը իր պարակտվածությամբ հանդերձ կարողանում է բազմասուբյեկտ եւ բազմադեմ, այսպես ասած, գործընթաց գեներացնել, չնայած, ասենք, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի անմիջական շրջապատի միմյանց հանդեպ, այսպես ասած, սրախողողումների եւ ոչնչացումների միմյանց, այնուամենայնիվ նրանց միավորող մեկ բան կա, դա սեփական գույքը, դա սեփական կապիտալը պաշտպանված դարձնելն է քաղաքական թաղանթով, իսկ քաղաքական թաղանթը դա իշխանության ներկայացական մարմիններում ներկայացվածությունն է։ Հետևաբար այս կտրվածքով այո, Գյումրին ցույց է տալիս, որ եթե քաղաքացիական պայմանագիրը ուղղակի միայն հետապնդի կամ հույսը դնի 50,1% ձայներ ստանալու մասին, ապա կարող է բախվել այն նույն դաշտակին, ինչը որ եղավ Գյումրիում։ Բայց եթե մի փոքր այլ դասավորվածություն լինի քաղաքական ուժերի, ապա այդ դեպքում նման զարգացումներ չեն լինի։ Եվ ամփոփելով, Վարդան Ղուկասյանը առաջադրվել էր կոմունիստական կուսակցությունով, ամբողջ օրը խոսում է Աստծո անունն է տալիս, բոլորս գիտենք, թե կոմունիստները եկեղեցականը զբաղված են նրա եւ նրա հակառակորդների հաշտեցմամբ։ Եվ նաեւ այդքան մարդ ձայն է տվել Վարդան Ղուկասյանին, դա խնդիր չէ։ Վարդան Ղուկասյանին տվել է ձայն այնքան տոկոս Գյումրիի հասարակությունից, որքան որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը միասին հավաքել են 21 թվականին։
եկեք հասկանանք, որ այդ 20%-ի շրջանակը մեր հասարակության մեջ կա, որը թքած ունի երկրի ժողովրդավարացման վրա, որը այո ժամանակի հանդիսացել է նրանց իշխանության շահառուն, օգտվել է այդ իշխանությունից եւ հետեւաբար նրանք խնդիր չունեն, որ ըստ էության Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը վտանգել են Լեռնային Ղարաբաղի ապագան, նրանք խորհուրդ թքած ունեն։ Մի կողմ եմ թողնում Ղարաբաղի եւ ընդհանրապես հայկական հարցերի հետևում այդ խմբակի դեմագոգիկ ուրեմն թաքնվելը, հա, նրանց համար դա ուղղակի ինչպես հայտնի ասույթն է ասում հանգրվանն է, հերթական հանգրվանն է։ Հետևաբար այս կտրվածքով այդ 20%-ը կա, լինելու է, քանի դեռ այդ մարդիկ ապրում են, որովհետև այդ մարդիկ հիշում են, որ իրենց տուն լիքը բան է մտել, որ իրենք լիքը ծառայություններից օգտվել են, նրանք առնվազն ոչ միայն կամ մասնակից էին եղել հասարակության մնացած հատվածների եւ երկրի հարստահարմանը, կամ առնվազն անտարբեր են եղել հասարակության մեծամասնության ստրկացմանը եւ այլն, այսինքն այդ 20%-ը կա։ Սա խնդիր է, իհարկե խնդիր է։ Խնդիր է, որ հասարակության մեջ կա մի հատված, որը թքած ունի Վարդան Ղուկասյանը անցնում է կրիմինալ պատմություններով թե ոչ, որը թքած ունի, որ Վարդան Ղուկասյանի օրոք Գյումրին բաժանված էր սիցիլիական մաֆիայի սկզբունքով, որը թքած ունի, որ այդ քաղաքում կարող էին տեղի ունենալ սպանություններ, կրակոցներ, անհետանալ մարդիկ եւ այլ, այսինքն այդ հատվածը հացա ունեցել այն ժամանակ էլ ես ասում եմ որպես այդ քաղաքում 5 տարի որոշակի չափով պատգամավորական գործունեություն ծավալած անձ, որը տեսել է եւ ծանոթ է եւ այն խնդիրներին, որոնք գյումրեցիները ունեցել են հենց քաղաքային իշխանության, կենտրոնական իշխանության հետ եւ տեսել եմ նաեւ այդ հատվածին, որը անտարբեր է եղել այդ ամենի նկատմամբ։ Այս 20%-ը կա եւ այդ 20%-ը քանի է ապրում է, այդ 20%-ը լինելու է։ Բայց փաստացի նրանք այսօր որոշեցին Գյումրու ճակատագիրը։ Ես մշտապես զգուշացրել եմ, որ Հայաստանի հասարակության ամբողջ խնդիրը եւ դա միայն Հայաստանի հասարակության խնդիրը չի։ Ընդհանրապես ձեզ թվում է Հայաստանում իշխանությունը ուզուրպացվել է, որովհետեւ մեծամասնությունը այդպես է ուզել։ Ոչ, ուղղակի մեծամասնությունը անկազմակերպ է եղել եւ մի 20%-ը կարողացել է շատ լավ կազմակերպվել հանցավոր նպատակների շուրջ, որի համար պետք է եղել զավթել ժողովրդին պատկանող իշխանությունը։ Եվ 20 տարի եւ ավելին այդ խմբակը մեզ եւ ձեզ հայտնի մնացել է առավել կազմակերպված, քան մնացած 80%։ Եվ միայն 2018 թվականին, երբ մեծամասնությունը համախմբվեց, նրանք զրկվեցին իշխանությունից։ Հիմա մեր խնդիրն է ուղղակի ապահովել այդ 80%-ի համախմբվածությունը։ Եվ Գյումրիում ոչ թե հաղթել են նրանք, այլ Գյումրիում խնդրեմը ընտրություններին չգնացած հատվածի մոտ է, որովհետև եթե մենք ի նկատի ունենանք, որ մասնակցությունը կազմել է 40% եւ համարենք, որ օրինակ մոտ 20% այս պահին տարբեր պատճառներով բացակայում է, հա, այդ դեպքում հարց է ծագում, իսկ մնացածին ինչու չկարողացանք հանել տներից եւ տանել։ Սա նշանակում է այդ ծույլ կամ հիասթափված անտարբեր ընտրազանգվածը չի տեսել իր տեխնացուին եւ բնականաբար չի ցանկացել քվետալ ոչ իշխող կուսակցությանը, ոչ էլ առավել եւս նախկին իշխանություններին ներկայացնող տեխնացուներին։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։